գյուղացու վիճակ ինչ է։ Սաման պահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոքն եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Ես արդեն վերևի բիտոննել են թափել արդեն, ինչ են ասում մարդիկ չեն աշխատում, հենա շապատորով եկել եմ, հենա մարդիկ շապատորով աշխատում են։ Ախ, բիբլիականս Շիրար ջան։ Արդեն ամայրա ահագին գործը առաջա գնացել։ Շաբաթօրով մարդիկ աշխատում են, որ պետք է օրենքով մարդիկ շաբաթօրը հանգստանան։ Ինչ լեն, ապահով, բետոնները, հա։ Հալի ժողովուրդ, ահագին արվել է։ Ահագին արվել է, չէ։ Էսի հին տրուբեկն է, չէ իրա, որ եղել է։ Հիները սաղ փոխվեց թազա։ Շաբաթօրով, որ պետք է հանգստի լինեք, ձեր հանգստի օրն է շաբաթ կիրակի, բայց եկի աշխատում եք։ Չէ, բա։ Բալիս ժողովուրդ ջան, բարև տվել եմ։ Ընտիր եղել է։ Են որ ասպա դժվարն անցավ։ Մայիսի 9-ն է։ Գտնվում ենք Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում, ժողովրդին հայտնի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն, Ջրաշեն, Զովաշեն, մի խոսքով Արարատի, ինչու՞ չէ նաև Կոտայքի մարզեր տանող այդ հանրահայտ ճանապարհին ենք, գիտեք, քանի անգամ այստեղից ֆոտոռեպորտաժներ
տեսանյութեր են հրապարակել, այսօր արդեն մեր աշխատողները, ճանապարհաշինարարները, որ պիտի շաբաթօրով հանգստանային, անգամ շաբաթօրով տեսեք, այս բանը հիմա տեսեք, մարդիկ աշխատում են, արդեն գործի կարելի ասել, մեծ մասը համարվում է ավարտված, բետոնը, այս հենապատը տեսնում եք, քանի մետր բարձրության, այն անցքերն էլ որ տեսնում եք, ժողովուրդ ջան, դա ջրագծերն են, որ ջրահեռացումը լինի որակով, սողանքային բաներ չառաջանան, մի խոսքով մեծ թափով աշխատանքները առաջ է գնում, ճիշտ է, կան քաղաքացիներ, ովքեր զանգահարում են, վայ, ճանապարհը մնաց, ժողովուրդ ջան, այդքան հեշտ չի նման որակի ճանապարհ սարքել շաբաթների կամ օրերի ընթացքում։ Հիմա մարդիկ հիմնական գործն արդեն արել են ու տեսնում եք, դուք ձեր աչքով տեսնում եք, ինչ որակյալ հենապատա, ապահով, նույնիսկ ասում եմ շաբաթօրով, որ այսօր իրանք պիտի հանգստանային, բայց շաբաթօրով մարդիկ աշխատում են, որտեղ ասում եմ մենք էլ ենք ուզում օր առաջ հանձնենք շահագործման, ընտիր սարքում են, հիմա տեսեք, իմ տեղեկություններով ասում են, չնայած չեմ կարող ես բռնցնեմ էտի, իմ տեղեկություններով երկու անգամ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է այցելել այստեղ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար։ Ժողովուրդ ջան, ես այդ կարծիքին եմ, ճիշտ է, ես մասնագետ չեմ, բայց մի քանի մասնագետների հետ խոսել եմ, ովքեր եկել նայել են աշխատանք, ասում են իդեալական աշխատանքա, ամենակարևորը որակն է, ամենակարևորը որ ճանապարհը լայնանում է, մի խոսքով տեղադրվելու են նաև պաշտպանիչ արգելապատնեշներ, արտաքին լուսավորություն է ունենալու եւ որ ամենակարևորներից մեկն է այս հատվածով անցկացել հին ջրագիծը փոխել են նորով։ Ինձ թվում է մի քանի ամիս հետո ժողովուրդ ջան կփրկվեք այս ճանապարհով արդեն անվտանգ կերթևեկեք։ Այնա տեսնում եք, հեսա, տեսեք, հին խողովակներն են հենա, լրի փտած, սրանք սաղ հեռացվել է ու նորն է բան արվե, անցկացվե։ Նույն է սրանք հին խողովակներն է փտած, բայց սրանք էլ երկար տարիներ իրանց օգուտը տվել են սովետական տարիներին տեղադրված ջրահեռացման խողովակներն են, բայց արդեն ժանգոտել է։ Ինչ ամուր երեք շարք արվել է, հեսա չորրորդն է արվում,
երկու այսքանը ներքևն է դեպի փոսը հիմքն է Մարդիկ աշխատում են այսօրով հենա